Դեռահասին պարզապես ասել մի ծխիր, մի խմիր, թմրամիջոց մի օգտագործիր այլևս բավարար չէ։ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում թմրամիջոցների, ծխախոտի, հոգեմետ նյութերի եւ ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի նոր չափորոշիչներ կգործեն։ Ըստ չափորոշիչների դպրոցների համար կսահմանվեն 3 ուղղության պարտականություններ՝ սովորողների իրազեկում, ծնողների հետ աշխատանք եւ արտադասարանային զբաղվածության ապահովում։ Բայց արդյոք հերթական դասը, զրույցը կամ նախազգուշացումը կարող է փոխել դեռահասի վարքը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով հին մեթոդներով, քարոզով կամ իրազեկումով խնդիրը լուծել չի ստացվի, քանի որ ըստ գիտական ապացույցների մարդու ուղեղն ու վարքագիծը քարոզով չի փոխվում։ Սրա փոխարեն նա կարևորում է մեծահասակների վարքի մոդելավորումը։ Մարդիկ երբ են, այսպես ասած, դառնում ծխող կամ այսպես ասած թմրանյութեր օգտագործող, երբ որ իրենց միջավայրում այդպիսի մարդիկ կան։ Դրա համար այստեղ իհարկե դպրոցները այդ իրենց ֆունկցիան պետք է անեն, բայց կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Հայաստանում մշակվի այդպիսի մի ակցիա, որը կլինի շատ լավ մտածված եւ ոչ այդ դաստիարակչական ոճի։ Փորձագետի այս մոտեցումը միայն մասնագիտական կարծիք չէ, նույն կարծիքն են կիսում նաեւ ծնողները։ Պետք է ծնողը շատ զբաղվի, ինչքան էլ ուսուցչուհուն ես ասում բան, բայց ծնողից էլ է շատ բան, ընտանիքը, ծնող, Տանիքից պետք է ասեք, դպրոցներն էլ մեծ նշանակությունն է, որտեղ շրջապատը շատ է երեխաներին փոխում։ Երևի ամենաճիշտ տարբերակն է եւ դպրոցում եւ տանը, որ հսկողություն լինի։ Դպրոցներից այնուհանդերձ նոր չափորոշիչը պահանջում է հենց այդ աշխատանքը, կազմակերպելով աշակերտների հետ տեղեկատվական միջոցառումներ, տեսանյութերի դիտում, քննարկումներ ու թեմատիկ դասընթացներ, ինչպես նաև պետք է կազմակերպվի հանդիպումներ ծնողների հետ, ռիսկերի, վաղ նշանների ճանաչման, կանխարգելման եւ աջակցության հնարավորությունների վերաբերյալ։ Փորձագետը տեղեկացնում է, պետք է հատկապես զգուշանալ թմրանյութերից, քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում թմրանյութերի օգտագործումը մեծ ծավալների է հասնում։ Վերջերս մի հետաքրքիր ուսումնասիրություն կար Միացյալ Նահանգներում, որը ցույց էր տալիս, որ ԱՄՆ-ում կտրուկ նվազել է ալկոհոլի վաճառքը, բայց բավականաչափ ավելացել է թմրանյութերի օգտագործումը։ Եթե ալկոհոլի օգտագործումը դա սոցիալականացման ձև է, չէ՞, մարդիկ մենակ չեն խմում են, այսպես ասած, կամպանիայի մեջ, կոլեկտիվի մեջ։ Հիմա թմրանյութերի օգտագործումը արդեն դու չես կարող դա կամպանիայով անել, հա, ինքը մեկուսի ձև է։ Եվ այստեղից գիտնականները հետևություն էին անում, որ աշխարհը հիմա ապրելու կոլեկտիվ ձևերից գնում է դեպի ավելի մեկուսի կենսակերպը, եւ այդ մեկուսի կենսակերպը նաեւ պայմանավորված է թմրանյութերի օգտագործմամբ։ Այս համատեքստում ամենակարևոր բառերից մեկը պաշտպանությունն է։ Երեխայի վարքում խնդրի կամ ռիսկի նշան նկատելը չպետք է վերածվի նրան թիրախավորելու կամ պիտակավորելու։ Մեր մշակույթում ծխախոտի օգտագործումը չի պիտակավորվում։ Ցավոք սրտի այն երբեմն կարող է նույնիսկ նույնացվել այսպես տղամարդկայնության հետ, որ ասենք ծխում է ուրեմն լավ տղամարդ է, բայց օրինակ թմրանյութերի հետ կապված հատկապես, այո, երեխան կարող է պիտակավորվել։ Ամբողջ խնդիրը նա, որ եթե շուտ է հայտնաբերվում, ազդանշանը արագ հայտնաբերվում է, հնարավոր կլինի եւ այդ թիրախավորումը կանխել։ Բայց եթե խոսքը թմրամիջոցների մասին է, վտանգը միայն երեխայի անմիջական շրջապատում չէ, թվային աշխարհն էլ վաղուց դարձել է այդ միջավայրի մի մասը։ Ըստ Սերոբ Խաչատրյանի, այստեղ հիմնական ռիսկերից մեկը այն է, որ դեռահասները միշտ փորձում են իրենց աշխարհը փակ պահել մեծահասակներից եւ ինչն էլ հիմա հնարավոր է անել սոցցանցերի միջոցով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2021-ից 2022 թվականների հետազոտությունը, որին մասնակցել են 11, 13 եւ 15 տարեկան դեռահասները Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Կանադայի 44 երկրներից ու տարածաշրջաններից, ցույց է տալիս, որ դեռահասների շրջանում ծխախոտի, ալկոհոլի եւ թմրանյութերի օգտագործման հավանականությունը հիմնականում մեծանում է տարիքի հետ։ Ըստ վիճակագրության դեռահասների 13%-ը կյանքի ընթացքում օգտագործել է ծխախոտ, իսկ 9%-ը կյանքի ընթացքում առնվազն 2 անգամ հարբած է եղել։ Թմրամիջոցների վերաբերյալ տվյալներն էլ վերաբերում են հիմնականում 15 տարեկաններին։ Նրանց 12%-ը նշել է, որ կյանքի ընթացքում օգտագործել է թմրամիջոց։ Հիմա, քանի որ արտասահմանում շատ ատոմային միջուկային ընտանիքներ են, փոքր, պապա, մամա, երեխաներ, հաճախ ամուսնալուծված, այսինքն ծնողներից մեկը նաև մյուսի դերն է կատարում։ Արտասահմանում ավելի վատ է վիճակը։ Հայաստանը այդ իմաստով դեռ լավ է։ Վերջերս մի զեկույց հրապարակվեց, որտեղ ընտանիքի ամրության ցուցանիշով Հայաստանը աշխարհում 28-րդ տեղում է։
դա բավական բարձր տեղ է։ Փորձագետի գնահատմամբ շատ երկրներում երեխաների խնդիրներով զբաղվող մասնագիտացված կառույցներ ու ինստիտուտներ կան, որոնք ոչ միայն արձագանքում են արդեն առաջացած խնդիրներին, այլև մշակում են կանխարգելման մեխանիզմներ։ Հայաստանում նման ամբողջական ինստիտուցիոնալ համակարգի անհրաժեշտությունը դեռ օրակարգում է։ Էլեն Խուդյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։